Բազմամարդությունը հանրահավաքի իր ազդեցությունը ունեցել է։ Տեսեք, 23 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը, այսպես ասած, գլուխ է կոփում, որ միջազգային կազմակերպություններն իրենց բարձր են գնահատում իրենց ջանքերը տեղահանվածներին, փախստականներին տեղավորելու, ասում են, տեսեք, վրաներ չկան եւ այլ, բայց այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որ վրաներ չկան, որովհետեւ կա հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, որը որ շատ հաճախ իր դռները բացել եւ տեղավորել է այդ մարդկանց, աջակցել է ինչով որ կարողանում է։ Սա շատ կարեւոր հանգամանք է եւ դասական, այդ փախստականների դասական իրավիճակի հետ գործ չունենք։ Այո, հանրահավաքի բազմամարդությունը եկել է ասելու, որ կառավարություն քո իրականացրած քայլերը չեն ապահովում մեր իրավունքները, միտված են կամ ուղիղ կամ անուղղակի կերպով նպաստում են մեր արտագաղթին Հայաստանի Հանրապետությունից եւ դու պարտավոր ես ընդունել եւ լսել ես մարդկանց։ Եվ այս ընթացքում եղել են տարբեր ձևաչափով քննարկումներ։ Եթե հիշեք, կա նաեւ ՏԿ նախարարության կից խորհուրդ եւ քանիցս ասել ենք, որ այդ խորհրդում ներկայացված անձանց մարդիկ չեն ճանաչում, որ այդ խորհրդում չգիտենք ինչ է քննարկում։ Եթե այդ խորհուրդը ստեղծվել է որպես շղար ցույց տալու, որ ներառականություն է ապահովում, ապա չէ ապահովում այդ ներառականությունը։ Եվ հրապարակը դա եկավ փաստելու, որ մեր խոսքը ձեզ տեղ չի հասնում։ Բարի եղեք մեզ լսել եւ մեր պահանջները կատարել։ Հույս ունեմ այս հանդիպումը քննարկումներում որոշակի առարկայական բաներ կգտնեն։ Միշտ էլ հույս ունեմ, այսպես ասած։ Թողենք քննարկեն, իջնեն, հասկանանք թե ինչա քննարկվել, ինչա որոշվել, հետագա անելիքները հասկանանք։